Տիկին Հակոբյան, խոսեցիք միջոցառման միջազգային ռեզոնանսների մասին, վստահ եմ տեղյակ եք, որ դաշնակից երկրում Ռուսաստանի Դաշնությունը բավականին բուռն են արձագանքում մեր երկրում տեղի ունեցող մեկ այս միջոցառմանը եւ ընդհանուր խանդով ու Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստատեսությամբ արդեն իսկ տեղեկատվական արշավ է սկսվել։ Կուզեի ձեր արձագանքը այս արձագանքի հետ կապված, նաև խաղաղության գործընթացին խոչընդոտողների համատեքստում արդյոք պետք է դիտարկել նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Մենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներից ստացած արձագանքներն ասեմ, երբ որ մենք խոսում ենք միասին, նրանց համար կարևոր է օրինակ Հայաստանի ժողովրդավարությունը, Հայաստանի անվտանգությունը եւ կայունությունը տարածաշրջանում, այնպես որ նաեւ լինելով մեր մեծ տարածաշրջանի երկիր, նրանց համար դա է կարևոր եւ ես չեմ ուզում դիտարկել, որ անգամ այն տնտեսական որոշ խոչընդոտները, որոնք առաջ են գալիս վերջին օրերին մեր որոշ տնտեսվարողների մոտ, սրանք բան է, տնտեսական պատերազմ է Հայաստանի դեմ, որովհետև ես ելնում եմ այն կանխավարկածով, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է եւ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության դեմ որևէ պատերազմ վարել, լինի տնտեսական թե այլ։ Ինչ վերաբերում է որոշ արձագանքներ, ես ճիշտ ասած շատ արձագանքներ հնարավորություն չեմ ունեցել օբյեկտիվ պատճառներով ուսումնասիրելու, որոշ բաներ է աչքովս ընկել, օրինակ, հայերեն հայկական ազգանունով, Սիմոնյան ազգանունով մի կնոջ արձագանք, որը բացարձակ հայկականության մասին չէր, եւ այլ արձագանքներ դեռևս չեմ հասցրել տեսնել, եւ այսքանը ես չեմ գտնում, որ որևէ օրինակ, նման միջոցառումը, ինչպես աղաղակում է մեր ընդդիմությունը, կարող է խնդիր առաջացնել նույն Ռուսաստանի Դաշնության մոտ, կամ շատերը այսօր բարձրաձայնում են եւ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրությունն են հրավիրում դեպի Հայաստանի Հանրապետություն, տեսեք, այստեղ ինչ է կատարվում, բայց ակնհայտ է, որ մենք մշտապես ունեցել ենք փոխըմբռնում նույն մեր կարևոր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ, դրա առհավատ չանել, օրինակ խաղաղապահ առաքելության տեղակայումն է մեր սահմանին, որի հետ կապված եւս մենք ունեցել ենք ըմբռնում։ Եվրամիության դիտորդների մասնով։ Այո։ Շնորհակալ։